Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Medinform-ի շրջանակում այսօր զրուցելու ենք դաշտանային ցիկլ, դրա խանգարումների, դրանք կարգավորման ուղիների մասին։ Առհասարակ կնոջ կյանքում ամենակարևոր ֆունկցիան համարվում է ռեպրոդուկտիվ ֆունկցիան, իսկ այն կխախտվի, եթե ժամանակին այս խնդիրներին ուշադրություն չդարձնեն։ Ես իրոք զրուցելու եմ եկել Fertility Center of Armenia-ի գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է ձեզ տեսնել մեր ծրագրի շրջանակում։ Եվ այս կարևոր խնդիրը ներկայացնելու բոլոր այն մայրիկներին, ովքեր մեծացնում են դուստրեր, եւ առհասարակ բոլոր այն աղջիկներին կամ կանանց, ովքեր ունեն դաշտանային ցիկլի խանգարումներ։ Նախ եւ առաջ սկսենք նրանից, թե քանի որ շատ process-ներ փոխվել են կյանքում, որն է հիմա համարվում օպտիմալ դաշտանային ցիկլ սկսվելու տարիքը։ Սկսվելու տարիքը մի քիչ ինդիվիդուալ է, ինչպես նաև դաշտանային ցիկլը, բայց սովորաբար 11-ից մինչև 15 տարեկանը պետք է սկսվի դաշտանային ցիկլ։ Կան դեպքեր, երբ որ 8 տարեկանից արդեն ունենք դաշտանային ցիկլ, եւ բայց եթե մինչև 15 տարեկանը չի սկսվում դաշտանային ցիկլ, հարկ կլինի դիմել բժշկի։ 15-ը արդեն ուշացած է համարվում։ Հա, այո։ Շատ լավ, եւ արդեն անցնենք խանգարումներին։ Դրանք ունենում են տարբեր պատճառներ, այն նույնիսկ նշվում է շատ գիրանալը, շատ նիհարելը, կտրուկ, ոչ թե կիլոգրամի մասին է հարցը, այլ կտրուկ, եւ էմոցիաները մեր, այո, նույնպես անդրադառնում են դաշտանային ցիկլի վրա, որոնք են այն ամենատարածված պատճառները, որոնք կարող են հանգեցնել ցիկլի խաթարումների։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ռեպրոդուկտիվ ֆունկցիան դա հենց դաշտանն է, չէ՞։ Ենթադրվում է, որ ռեպրոդուկտիվ տարիքում պետք է կին ունենա դաշտանային ցիկլ, ավելին ասեմ, եթե մենք ունենք ռեգուլար դաշտանային ցիկլ, կարելի է ենթադրել, որ կինը առողջ է։ Դաշտանային ցիկլը ունի իր փուլերը, որպեսզի հասկանանք որտեղ է խանգարումը, մի քիչ փուլերից խոսենք։ Երկու կարևոր փուլ ունի։ Առաջին արգանդային փուլն է, երբ որ հասունանում է էնդոմետրիումը, արգանդի շերտը, որտեղ որ պետք է հղիություն զարգանա, եւ եթե չի զարգանում, այդ շերտը պոկվում է ու դուրս է գալիս։ Եվ երկրորդ փուլը, որոնք որ իրար հետ զուգահեռ են գնում, դա ձվարանային փուլն է, երբ որ հասունանում է ձվաբջիջը։ Ձվաբջիջը հասունացավ, կատարվեց օվուլյացիա, ձվազատում, եւ 14 օր հետո մենք սպասում ենք արդեն դաշտանային ցիկլ։ Եթե չի կատարվում ձվազատում որևիցե պատճառներով, արդեն ունենում ենք ուշացումներ։ Ուշացման պատճառները եւ ընդհանրապես խախտման պատճառները կարող են լինել, այո, կտրուկ քաշի նվազում, հատկապես եթե սպորտով են զբաղվում, ու միանգամից ասենք ամսվա մեջ ունենք աղջիկներ 15 կիլո կորցնում են, անորեքսիայի հետ սահմանային վիճակներ են, որ հիմիկվա աղջիկների մոտ այդ կուլտը կա, բարբի կուլտը, այսպես ասած։ Այո, շատ նիհար լինել է։ Շատ նիհար լինել է։ Կամ միանգամից գիրանում են, ասենք հատկապես լինում է նոր ամուսնացած աղջիկները, նկատած կլինեք մի 10-12 կիլո միանգամից ավելանում են։ Այդ բոլոր խանգարումները ունեն իրենց հորմոնալ պատճառաբանությունները։ Այդ հորմոնների կարգավորման ընթացքը կբերի ռեգուլար դաշտանային ցիկլի, բայց կան երևույթներ, որոնց ժամանակ մենք կարող ենք դաշտանանման ռեակցիա առաջացնել, այլ ոչ թե դաշտան։ Այսինքն դաշտանի ժամանակ պետք է լինի ձվազատում եւ պոկում, չէ՞, էնդոմետրիումի։ Իսկ կարա մենակ պոկման հաշվին, այսինքն մենակ շերտը փոխելու հաշվին ունենանք դաշտանանման ռեակցիա։ Շատ հաճախ ձվարանային պոլիկիստոզ տարապող աղջիկների մոտ լինում են ուշացումներ։ Ցիկլը համարվում է 28 օր, պլյուս-մինուս 7 օր։ Ինքը ինդիվիդուալ է, տարբեր կանանց մոտ, տարբեր հաճախականություն կարող ունենալ։ Իմունացիոնալ ֆակտորը, ինչպես նշել եք, շատ ճիշտ եք նշել, դա բերում է պրոլակտինի բարձրացման։ Ստրեսը բերում է պրոլակտինի բարձրացման, ինչը կճնշի ձվազատումը եւ մենք չենք ունենա նորմալ դաշտանային ցիկլ։ Ինչպես նաեւ այդ նույն մեխանիզմով կրծքով կերակրող մամաների մոտ մենք չենք ունենում առաջի ամիսներին, մինչեւ պրոլակտինը չկարգավորվի դաշտան։ Միոմաները կարող են պատճառ լինել խախտման, ինչպես նաեւ ադենոմիոզը եւ էնդոմետրիոզը ընդհանրապես կարող է լինել պատճառ խախտման։ Խախտման կարող են լինել բորբոքման process-ները լինել պատճառ, որ դաշտանային ցիկլը խախտվում է։ Ամենատարածվածներից գրեթե սրանք։ Այո, իսկ այ հակաբեղմնավորիչները օգտագործելը, որը ժամանակակից, ասես զույգերի մեջ շատ մեծ տենդենս է ապրում։ Դա ինչ կասեք, կարող են դրանք անդրադառնալ ցիկլի խախտումների վրա։ Դաշտանային ֆունկցիան հակաբեղմնավորիչներ ընդունելու ժամանակ մենք քննարկում ենք ձվարանների ֆունկցիան։
ինչպես նաև այդ հակաբեղմնավորիչները բոլորին չի կարելի, պետք է անպայման արյան համակարգը ստուգել հետո, որտեղ նա կարող է բերել տարբեր արյան թանձրացման եւ դրանից հետո տրոմբոզներ ունենանք։ Դրա համար եթե ճիշտ գրագետ նշանակված է, ինձ թվում է վնաս չի լինի, բայց շատ հակաբեղմնավորիչներ ընդունելով, երբ որ դու բալիկ չունես, ես խորտ չի տա։ Այո, Տիկին Մաղաքելյան, քանի օրը մեկ է համարվում դաշտանային ցիկլը նորմայում։ Դաշտանային ցիկլը, ինչպես ամենքին, յուրահատուկ է ամեն կնոջ համար, բայց սովորաբար 28 օր պլյուս մինուս 7 օր։ Այսինքն այդ 30 եւ ավելի օրը նույնպես նորմալ է։ 35 օրը հա կի, ում համար նորմալ 35 օրը մեկը եւ 21 օրը մեկը։ Եթե 21 օրից ավելի շուրշուտ եք տեսնում, ավելի առատ եք տեսնում, ուրեմն սա խանգարում է։ Այսինքն առատ դաշտանային ցիկլը նույնպես խախտում է, չէ՞։ Առատ դաշտանային ցիկլը նույնպես խանգարում է, ավելին ասեմ, բերում է անեմիզացիայի եւ կանանց աշխատունակության անկմանը։ Դաշտանային ցիկլը ինքն իրեն ընդհանրապես ազդում է կնոջ տրամադրության վրա։ Կնոջ տրամադրությունը կախված է ցիկլից, երևի ամենքին կփաստի, որ ինչ որ չափով կախված է այն աստիճանի նախադաշտանային այդ սիմպտոմները տարածված, որ կա նախադաշտանային համախտանիշ, այդպիսի լարվածության փուլ, գլխացավերի փուլ, հա, եւ 3%-ի դեպքում սա ունի այնպիսի արտահայտվածություն, որ պետք է միջամտել։ Բայց 30% կանեք տարապում են նախադաշտանային այդ համախտանիշով։ Ցավերով կամ ցավերով, նյարդանանալով, ուրվածության, վքնածության զգացումով, գլխացավ։ Բայց կարծում եմ դա ավելի շատ օրիորդական տարիքի, այո, ավելի վաղ տարիքի է, թե միջին տարիքում նույնպես դա հնարավոր է։ Միջին տարիքում, քանի որ կինը այսօրվա ուրբանիզացված է, նա ավելի շատ գիտական եւ մտքի աշխատանք է կատարում, քան ֆիզիկական, դրա համար իրանց մոտ է կա այդ լարվածությունը եւ ազդում է։ Այդ ամեն ինչ ուրբանիզացիան, ինչպես նաեւ ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա ազդում, այնպես էլ դաշտանային ցիկլի վրա է ազդում։ Ահա, Տիկին Մաղաքելյան, մենք խոսեցինք դաշտանային ցիկլի խախտումներից, կցանկանայի նաեւ անդրադառնայինք դրանց հետևանքներին անտեսելու դեպքում։ Նկատելով դաշտանային ցիկլի խախտումներ, անմիջապես արդյոք պետք է այս խնդրով զբաղվել։ Եթե երեխայի մոտ սկսվեց դաշտան, առաջի 6 ամիսը մենք կարող ենք իրան հանգիստ թողել, որովհետև կլինի անկանոն, կարող է մի ամիս լինի, 1 ամիս չլինի, դրա համար պետք է պարտադիր սպասել այդ 6 ամիսը։ Դրանից հետո դիմեք բժշկի, եթե օրգանական խնդիր չունենք, եթե հորմոնալ խնդիր չունենք, ավելի լավ է հորմոնալ միջամտություններ չանել, կան տարբեր վիտամինաթերապիաներ, տեսնեք ինչից է երեխայի մոտ այս վիճակը։ Եթե ռեգուլյար ուշացումներ են, ասենք 3 ամսից ավել 90 օրը շատ հատկանշական է։ Պարտադիր պատճառը փնտրեք, որտեղ հետագայում դա կարող է բերել նաև ամուսնության։ Այո, այստեղից էլ կարող է ավելի լուրջ խնդիրներ առաջանալ։ Եվ դաշտանային ցիկլի կարգավորման ամենատարածված սխեմայից խոսենք, կամ այսպես ասած արդյունավետ սխեմայից, ոչ թե տարածված։ Այնպես է կարգավորում, եթե կնոջ մոտ նկատում եք այդ խախտումները։ Դաշտանային ֆունկցիան կարգավորվում է էլի հորմոններով, քանի որ հորմոններն են պատճառը խախտման, դրա համար մենք արսենալում ունենք հորմոններ, շատ ժամանակ փսիխոէմոցիոնալ է լինում այդ խախտումը, դրա համար պետք է անպայման էդ էլ հաշվի առնել։ Մի քիչ ավելի լուրջ պետք է վերաբերվել պատճառը փնտրելու։ Ուղղակի հորմոն աննշանակելը դա ամենահեշտն է։ Եթե գործ ունենք, ասենք, ոչ կնոջ հետ դեռահաս աղջիկա կամ դեռ դաշտանը կանոնավորված չի, ես խորհուրդ չէի տա հորմոնների անցնել։ Ցավոք սրտի կան տես դեպքեր, այլ կերպ բացի հորմոնալ պրեպարատներից կան կարգավորման այլ ուղիներ։ Այո, կան կարգավորման ուղիներ, քանի որ իրանց ավելի շատ փսիխոէմոցիոնալ հուզական սֆերան է խախտված, պետքա դրա վրա ազդել։ Իսկ եթե արդեն գնում ամենք տեսնում եք, ասենք ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, դրա վրա ազդող ինսուլինարեզիստենտականության հարցը պետքա քննարկվի, այլ ոչ թե հորմոնալ թերապիա։ Կանայք ու մոտ դաշտանային պարբերաբար այս խախտումները նկատելի են, սակայն դա ռեպրոդուկտիվ համակարգի վրա որևէ ազդեցություն չի ունենում։ Այո, կարող է առատ դաշտան ունենա եւ ունենա ադենոմիոզի, ասենք, թույլ արտահայտվածություն։ Կինը գտնում է, որ ինքը խախտում ունի, նման կանանց հորմոնների չենք կապում, մենք ավելի շատ արյան համակարգը կարգավորող պրեպարատներով ենք կարգավորում։
Այո, իսկ այս ամենից դուրս ինչ խորտ կտակ մեր կանանց, ինչպես հետևել այն փաստերին, այն քայլերին, որ դաշտանային ցիկլը հնարավորինս ճիշտ պահպանվի կամ երկար պահպանվի, կան արդյոք այդպիսի մեթոդներ։ Երկար պահպանվի բնությունի դեմ գնալը այդքան էլ ճիշտ չեմ համարում։ Իհարկե, եթե ինքը 28 տարեկան է, այդպիսի դեպքեր էլ կան, հա, եւ պաշարը իջած է ու դու զգում ես, որ սա ֆիզիոլոգիական արդեն գնում է մարման, պետք է օգնել, որպեսզի ոսկրային համակարգը, մաշկը, մազերը չթափվեն ու վաղաշան ծերություն ասես, այդ նման կնոջում։ Բայց եթե ձեր մոտ գնում է 40-ից 45 արդեն պրեկլիմակտերի շրջան, խորտ չէ դա այդտեղ մտնել բնությանը դեմ ինչ-որ բաներ անել։ Եվ ամենակարևորը պետք է հիշել քո դաշտանի օրը։ Շատ շնորհակալ եմ Տիկին Մաղաքելյան մեր ծրագրի հյուրը լինելու համար, ինչպես միշտ ձեզ այդ զրույցը շատ ինֆորմատիվ էր։ Շնորհակալ եմ։ Ինչ ջրեք, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի սիրահարներին, ես գտնվում եմ Hill սպորտային համալիրում, եկել են գրագետ մարզվելու, իսկ այն անհնար է առանց պրոֆեսիոնալ մարզչի։ Դե ինչ մարզչի օգնությամբ հասկանալու ենք, թե ոտքերի մարզման այս դժվարին թվացող սարքը ինչ մկանային խմբեր է մարզում եւ ինչպես առհասարակ այն պետք է գրագետ օգտագործել։ Ողջույն Հրաչ։ Սարքը նախատեսված է եւ կանանց եւ տղամարդկանց, այո, համար, ասես չունի սեռային սահմանափակում եւ հիմա թվում է, թե սա մի ծանր ագրեգատ է, որով շատ դժվար է մարզվել։ Փորձենք ցույց տալ մեր հեռուստադիտողին, այո, ինչպես է այն իրականացվում։ Նախ նստելուց պետքա ճիշտ ընտրենք մեր նախնական դիրքը։ Սկզբից ոտքերը դնում ենք այստեղ, իրարից մի քիչ հեռու ուսերի լայնությամբ, բայց մի քիչ ներքևից դրեք, որպեսզի կարողանանք բացենք սա։ Պետք է բռնել վերև։ Ահա, սարքը ասես պոկվեց իր դիրքից, այո։ Բայց նայեք, հիմա մի քիչ իջացնում եք, քանի որ այնտեղ պետքա նախնական դիրքը ընտրելուց առաջ ինչ-որ մի հատ գործողություն կատարենք, սկզբից ուղղակի ոտքերը դրեք ներքև։ Մի քիչ ավելի ներքև ու մոտիկ իրար։ Հիմա հրում ենք վերև, այս դեղինը բարձրացնում ենք վերև։ Հիմա նոր ոտքերը բարձրացնում ենք մի քիչ վերև։ Հիմա իջացնում ենք 90 աստիճանի չափով, հրում ենք վերև, բայց ծունկը պետքա լրիվ չբացենք։ Այո, կիսածալված։ Կիսածալված, որպեսզի չվնասենք մեր ծնկները։ ծնկները։ Սա ազդրերն է, այո, ավելի շատ։ Ազդրերի համար է, նաև աշխատում է նստամկանը։ Օդի արտաշնչումը տեղի ունենում բարձրացնելուց։ Արտաշնչումը կատարում ենք, երբ որ կատարում ենք հաղթահարող ուժը, այսինքն բարձրացնելուց։ Եվ չենք ծալում մինչև վերջ ծնկները։ Մինչև վերջ ծունկը չենք բացում, որպեսզի ծնկան հոդի վրա լարվածություն չընկնի։ Տրավմատիկ կլինի, այո, եթե ծունկը մինչև վերջ ծալեն։ Եվ ինչքան պետք է ոտքը, ինչքան սարքը երևի թե մոտենա ոտքին, այնքան էֆեկտիվությունը մեծ է։ Իջացնում ենք մինչև 90 աստիճանի չափով, շատ ավել պետք չի իջացնենք, հրելուց չենք բացում ոտքերը լրիվ։ Հետաքրքիր է, բոլոր այն մարդիկ, ովքեր որովայնի հատվածում կամ ունեն ճողվածքներ կամ վիրահատություններ, կարելի է այս վարժությունը կատարել։ Այս վարժությունը քանի որ ասես հրում է որովայնը։ Այս վարժությունը ավելի անվտանգ է եւ ճողվածքի դեպքերում կախված ինչ աստիճանի է, կախված բժշկի հակացություններից։ Պետք է ցուցում լինի, այո։ Ահա, ես ասես ավարտեցի, հիմա դուք ցույց կտաք։ Հիմա նույն ձև արդեն էլի ոտքերը մոտեցնում ենք, որպեսզի տարածություն բացենք այստեղ, դեղինները իջացնում ենք լրիվ ներքև եւ ասես ֆիքսվում է սարքը։ Ֆիքսվում է։ Շատ լավ։ Հիմա հարգելի հեռուստադիտող, մեր մարզիչը ցույց կտա, թե իրականում ինչպես պետք է կատարել։ Ես չգիտեմ որքանով այն ճիշտ կատարեց։ Ինչ եմ հրաշ։ Մինչև նստելը բռնվում ենք այստեղից, մեկ ոտքը ցում ենք այստեղ եւ հենվելով նստում ենք։ Ոտքերը բարձրացնում ենք, դնում ենք այստեղ, իրարից մի քիչ հեռու, մի քիչ ուսերի լայնության մոտ։ Հրում ենք, դեղինները բարձրացավ, իջնում ենք 90 աստիճանի չափով, հրում ենք այնքան, որ միջև վերջ այսպես չբացվի ծունկը, որպեսզի լարվածություն չընկնի վրա։ Իսկ ծանրացնելը էֆեկտիվությունը բարձրացնում է, այո։ Բնականաբար, երբ որ մենք ուզում ենք ունենանք նոր արդյունքներ, պետք է ավելացնենք քաշերը։ Եթե քաշերը չավելացնենք, մենք նոր բկանաթելեր չենք կարող ստանալ։ Ինչպես է կոչվում այս սարքը։ Leg press։ Leg press, հենց ոտքեր։ Այո։ Եվ դուք որպես պրոֆեսիոնալ արդեն տրեյներ, մարզիչ, որքան քանակով եք այն կատարում։ Սա կոնկրետ շատ ծանր, չեմ ուզում հիմա նշեմ կոնկրետ քաշը, բայց
Այս պահին կարող եմ մինչև 400 կիլոգրամ անել, բայց ավելի ծանր կատարել։ Իսկ հրաչ, եթե շատ ծանր է կատարում, այն վնաս հասցնելու իր մեջ ռիսկ չի Եթե պարունակում։ աստիճանաբար եք բարձրացնում քաշերը ու փորձում եք վարժությունը կատարել մաքսիմում ճիշտ տեխնիկայով, դուք երբեք վնասված չեք ունենա։ Պետք է հետևեք ձեր մարզչություններին, Այո։ քաշերը բարձրացնեք ոչ շատ արագ, գոնե ամիսը 1 կամ չգիտեմ, կախված արդեն մարզիչը ինչպես է ձեր մարզման ծրագիրը կազմել։ Այո, ըստ մարզչի ցուցումների։ Դե ինչ, հրաչ, կարծում եմ դուք մի քիչ հոգնեցիք եւ պետք է ջուր խմել։ Ընդհանրապես ջրի կարեւորությունը ձեզ ինչպիսին է մարզումների ընթացքում, այն միշտ է որ պետք է խմել։ Ջուրը, այսպես ասեմ, մեր օրգանիզմում կարելի ասել 70% եւ ավել կազմում է, դրա համար մեր անբաժանելի մասն է։ Այդ պատճառով պետք է միշտ օգտագործել ջուր մարզվելուց առհասարակ կյանքում օրվա ընթացքում։ Այո, եւ օրական 2 լիտր, ինչպես ցուցում են շատ մասնագետներ։ Կախված քաշից։ Այո։ Դե ինչ հարգելիներս, ես նույնպես միշտ մարզվելիս մի քանի կում թեթև այսպես չափականակներով ընդունում եմ ջուր, դե ինչ պրոֆեսիոնալ մարզիչը նույնպես խորհուրդ է տալիս, այնպես որ պիտ ջրերը հոգացել են այդ մասին եւ իոնիզացված, ալկալիացված այս ջուրը հենց մարզվելու համար հրաշալի տարբերակ է։ Դա հուշում է նաեւ ֆիտ ջրերի այս տարբերակը, որը նման է ծանրակարերի, այսպես մարզվելիս այն շատ հարմար է։ Նաեւ արտաքին տեսքով ֆիտ ջրեր ջուր խմելու ճիշտ ժամանակն է։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics